Բարև ձեզ, Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։ Դատարանը հավանաբար հաշվի առավ Սրբազանի առողջական վիճակը։ Ինչպես նաև պետք է նշենք, որ գործում է դատարանի վճռով 2 տարի կալանավորման ժամկետը։ Այսօր թեմայի վերաբերյալ զրուցելու ենք Միքայել arczepiskopos Աճապահյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Սարգսյան, դատարանը, վերաքննիչ դատարանը փոխեց Պարոն Սարգսյան, վերաքննիչ դատարանը փոխեց Սրբազանի կալանքը տնային կալանքով։ Ինչ հիմքեր հաշվի առավ, հանրությունը միայն եզրափակիչ մասներ լսել։ Մենք էլ ենք միայն եզրափակիչ մասը լսել, որովհետև դեռևս դատարանի որոշումը չենք ստացել, բայց ընդհանուր առմամբ պատկերացումներ ունենք։ Մենք պնդում էինք միջնորդության, որ ընդհանրապես խափամիջոցի հիմք չկա, այսինքն եթե իրենք թողել են միայն այն հիմքը խափամիջոցներից, որ կարող է նոր հանցանք կատարի, իսկ այդ հիմքը ակնհայտորեն բացակայում է, որովհետև այստեղ ընդհանրապես խոսքի մասին է, այսինքն խոսքով կատարված գործողություն, որը իրենք ասում են, որ սա հանցագործություն է։ Մենք ասում ենք, որ ընդհանրապես հանցագործություն չկա, բայց այս պահին չէր քննարկվում այդ հարցը, քննարկվում էր թե արդյոք նոր հանցանք կարող է կատարել։ Մենք հարց ենք բարձրացնում, ասում ենք, ըստ ձեզ, ինչ եղանակով պետք է կատարի։ Մեղադրողները թող ասեն, դատարանը թող ասի, քննարկում ունենանք, որովհետև եթե դուք ասում եք կա հավանականություն, որ նոր հանցանք կատարի, դրա համար կալանավորենք, կալանքի երկարացնենք, մենք էլ ասում ենք հենց հիմա դատարանում նստած է, լրատվամիջոցները նստած են, եթե հանձ ուզում է հանցանք կատարի ձեր պատկերացած հանցանքը, կարող է հիմա նորից այդ նույն խոսքով նույն գործողությունը կատարի, բայց չի կատարում։ Դրանց առաջ էլ չի կատարել, հետո էլ չի կատարում, այսինքն եթե ակնհայտ հիմա տեսնում եք, որ չկա, մեր մոտեցումը սա էր, այսինքն ինչ է կարծում, հիմա ինքը ուզում է ազատ արձակվի, օրինակ կալանքից գնահատում, որ այնտեղ այդ ենթադրել ձեր ասած հանցանքը կատարի նորից խոսքով, նորից գա կալանավորվի, այսինքն այնքան պարզ տրամաբանություն էր սրա մեջ, որ ես կարծում եմ այստեղ որևէ պատասխան չունեցան։ Չգիտենք իրականում ինչ կգրեն որոշման մեջ կամ ինչ են գրել, բայց ամեն դեպքում, քանի որ հիմքերը չկար, կարծում եմ այս բանը վերաքննիչը փորձեց իրենց պատկերացած ոսկե միջին գտնել։ Մենք հաշվի ենք առնում արկա իրողությունները, իշխանական ճնշումները, դատավորների կաշկանդվածությունը եւ այս իրավիճակում մենք սա այո հաղթանակ գնահատում ենք, որովհետեւ եթե պետք է օբյեկտիվ իրականության մեջ ընդհանրապես խափամիջոց չներ, բայց գոնե հիմա թեկուզ տնային կալանքի մեջ, բայց տանն է գտնվում, ինչը կարծում ենք, որ լուրջ առաջընթաց է։ Առողջական խնդիրները ձեր միջնորդությունում ներկայացվել են, դատարանը հաշվի առել է թե ոչ։ Միջնորդությունում ներկայացվել են գրավոր տեսքով փաստաթղթը ներկայացվել է, Սրբազանը 2 վիրահատության է ենթարկվել եւ նաեւ հետագա բժշկական հսկողության տակ պետք է գտնվի, ուղղակի այս բանին չի ցանկանա հենց առողջական ավելի մանրամասն անդրադառնալ թե ինչա, բայց այո այդ կարիքները կար բժշկական վիրահատությունների ենթարկվել։ Նաև նախաքննության ընթացքից վերադառնանք, ինչպես է գնահատում այդ ընթացքը, ինչ գործողություններ էին անում նախաքննության ընթացքում, որ կալանքը անընդհատ երկարացնելու կարիք կար։ Գիտեք, այս գործերը, երբ որ հետ գնանք, նորից զրոյից փորձենք ժամանակագրությունը վերականգնենք, տեսնենք, որ մենք նույնիսկ երբեմն օգտագործում ենք, որ դատարաններին խաբել են կամ դատարանները ուզեցել են խաբվեն, որովհետև երբ որ կալանքի հարցն էր բարձրացվում, Միքայել Սրբազանի նշում էին, որ գիտեք ինչքան գործողություն ունեն կատարելու, ինչքան անձանց ունենք բացահայտելու եւ հարցաքննելու եւ այլ, ինքը որ մնա ազատության մեջ, այն ժամանակ ասում են, որ խոչընդոտի գործի քննությանը, հաշվի առնելով հեղինակությունը եւ այլ։ Հետո պարզվեց, որ ընդհանրապես մեծ հաշվով որևէ գործողություն չկատարեցին, այսինքն ընդամենը 4 հոգու փորձեցին հարցաքննել անձանցից, ովքեր որ այդ տեսանյութերի տակ հավանություն էին դրել եւ գործ ուղարկեցին դատարան, այսինքն մենք ասում ենք, որ այս գործը ներողություն գործը ընդամենը տեսանյութն է, հարցը իրենք ասում են հարցազրույց, մենք ասում ենք, որ քննարկման ժամանակ հնչեցրած խոսքն է։ Դրանից բացի որևէ բան չկար անելու, ընդամենը դուք դա պետք է գնահատեիք հանցագործությունա թե չէ, մի անգամ գնահատել էին, որ հանցագործություն չի։ Ավելի ծանր խոսքը գնահատել էին, որ հանցագործություն չի, երբ որ Դանիել Լեոնիսյանը հաղորդում էր տվել, դատախազությունը ըստ էության քննչական քրեական վարույթ չէր նախաձեռնել, դատախազությունն էլ հաստատել էր օրինականությունը։ Բայց հանկարծ ինչ որ հանգամանքների բերումով իշխանության տարբեր ներկայացուցիչների ցենց հրապարակային խոսքերից հետո ցենց րոպեի ճշտությամբ, այսինքն գրառում արվում Միքայել Սրբազանի վերաբերյալ Facebook-ում վարչապետի կողմից, մի անգամից դատախազությունը process-ը սկսում է, ընդ որում այնպիսի հարցազրույցի կամ խոսքի վերաբերյալ, որը որ դրանից 1 տարի եւ մի քանի ամիս առաջ էր հնչել։
Այսինքն միջավայր չէին տեսել, մեկ էլ մի ամիտ հանկարծ տեսան։ Մոտ 1.5 տարվա վաղեմության այ գործը, որը մեկ անգամ արդեն գնահատվել էր որպես հանցակազմ չունեցող արարք։ Ինչ գտան, որ դարձավ հանցակազմ, իրավական ինչ հիմնավորում դրեցին դրա տակ։ Իրավական բացարձակապես որևէ հիմնավորում չկա, քանի որ մենք դրա մասին բարձրաձայնում էինք տարբեր քննչական կոմիտեից եւ դատախազությունից տարբեր պաշտոնատար անձինք եւ հայտարարությունների մակարդակում եւ հարցազրույցների ժամանակ փորձեցին վերագրել Բագրատ Սրբազանի վերաբերյալ գործին, նշեցին, որ տեսեք, թե այն գործի համատեքստում մենք սա գնահատում եւ այլն, բայց սա շատ ամոթ պատճառաբանություն է, մի քիչ բառանտրեմ, ինչի համար, որովհետեւ վարույթը նախաձեռնել է քննիչը։ Քննիչը չի կարող արկա իր ունեցած նյութերից բացի, որը այդ փաստական տվյալ գնահատման ենթարկի։ Քննիչը չի ունեցել Բագրատ Սրբազանի վերաբերյալ գործը եւ դրա հանգամանքները եւ չէր կարող այդ համակցության մեջ գնահատել։ Այսինքն սա ուղղակի հետո պատճառաբանություն էր, որ փորձեն հասարակությանը ինչ որ ձևով շեղեին եւ փորձեն օրինականության պատրանք ստեղծեին, ինչը ակնհայտ ցանկացած իրավաբանի համար ակնհայտ անհիմն հայտարարություն էր։ Իսկ դատարանում, երբ որ մենք նշում ենք դա ասեք, ի վերջո ասեք, այդպես էլ որևէ մեկը ոչինչ չկարողացավ ասել։ Մարսակսեն բոլորս կարծես հիշում ենք Միքայել Սրբազանին մեղադրանք առաջադրելու այդ ընթացքը, երբ որ հրավիրվում էր քննչական կոմիտե, մայրաթորի դռներն էին փակվում, ոստիկանության մեծ ուժ էր կիրառված, բոլորը հավաքվել էին, որ ընդամենը մեկ անձի բերման ենթարկեն քննչական կոմիտե։ Սա իրավական քննարկման գնահատական, այսինքն փորձել եք քննարկման առարկա դարձնել, թե ոչ։ Իրականության մեջ համաչափություն է, էլի։ Համաչափությունը տեսեք, ինքը մի քիչ ավելի այլ տեսանկյունից պետք է անդրադառնանք։ Ինչի եք եկել ընդհանրապես հասել այնտեղ այդքան մարդկանցով եւ ինչի եք ուզում հասնել։ Ասենք սովորական ծանուցում էր ընդհանրապես պետք տալ, որպես է Սրբազանը ներկանալ, ասենք ոնց են պատկերացնում Միքայել Սրբազանը, որ ծանուցում տա ինչ էր ներկանալու, բայց իրենք ուզում էին հատուկ այդպիսի ինչ որ շոու սարքեին։ Իրենք գիտեին, որ այդ օրը քահանաների ժողովավորի ժամանակ Միքայել Սրբազանը պետքա կոնկրետ հանդես գար ելույթով։ Եվ այս ամբողջը գնահատելով, ասենք եկան այս process-ը արեցին։ Խնդիրը փորձել այս հարցը սրել, փորձել հնչեղություն տալ եւ փորձել ցույց տալ, որ իշխանությունը ուժ ունի։ Իրականում գիտեք ինչ կա։ Ցանկացած երկրում, երբ որ իշխանություն եւ եկեղեցի պայքար կա, առաջին քայլերում իշխանությունը կարող է արտաքինից տպավորություն ունի, որ հաղթողա դուրս գալի, ինչի համար, որովհետեւ բոլոր ուժային կառույցները պատկանում են իշխանությանը։ Դատաիրավական, քննչական, դատախազական, ոստիկանական, եկեղեցին որպես այդպեսին ֆիզիկական ուժի եւ նմանատիպ այլ գործողությունների հնարավորություն չունի, բայց բնականաբար հոգեվոր դաշտում եկեղեցին բնականաբար ամենաուժեղն է եւ վերջում մեկ հաղթողա դուրս գալու։ Բայց այս արտաքին, որ ասում են եկեք փորձենք ինչ որ պայքարում են, տեսեք հիմա ինչ ենք անելու, շատ լավ, իշխանություն ձեր ձեռքում է, դուք շատ բան կարող եք անել, բայց ժամանակի ընթացքում միևնույն է, որևէ արդյունքի այստեղ չեն կարող հասնել, որովհետև ես տեսնում եմ, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը ամուր է սարցում եւ հենց այս ամուրության արդյունքում է, որ կարծում եմ, որ որոշակիորեն փորձում են իրենց գործողություններում կոորդինացիա անեն, ավելի հղկեն, այն առաջին իմպուլսիվ գործողությունները, որ անում էր իշխանությունը, հիմա փորձում են ավելի հանգիստ միջավայրում անել։ Տեսեք, գալանք եւ տնային գալանք, ըստ երևույթի նույն գալանքն է, մի փոքր ավելի մեղմացումներով գործում են նաեւ էական սահմանափակումներ։ Այս մասով բողոքարկելու հնարավորություններ տեսնում եք, թե չէ, պատրաստվում եք, թե ոչ։ Բավական բողոքարկման հնարավորություն վճռաբեկ դատարան կարող ենք ներկայացնել, բայց վճռաբեկ դատարանի process-ները այնքան երկար են տևում, որ կարծում եմ վերաքննիչի մակարդակում այստեղ նորից կարող ենք այդ հարցը բարձրացնել, այսինքն նոր միջնորդություն ներկայացնել, նոր հիմնավորումներ ներկայացնել եւ տեսնել, թե դատարանը ինչ կորոշի։ Որովհետեւ եթե մեծ հաշվով չենք բացառում, որ այդ բողոքարկումը կլինի, բայց արդյունավետության տեսանկյունից կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի վերաքննիչ դատարանում նորից որևէ հիմնավորման միջնորդություն ներկայացնել։ Եթե հիմնական խնդիրը կրկին նույն հանցանքը գործելու մտավախությունն է, որը կար իրավապահների մոտ կամ դատարանի մոտ, այս դեպքում սահմանափակել տեսակցությունները, չէ՞ որ ընդհանրապես կարծում էին, որ իշխանության զավթելու կոչ է ներկայացնում։ Հարազատների հետ հանդիպումների սահմանափակումները, մյուսները որքանով են իրավական առումով համաչափ։ Իրականում բացարձակապես իրավաչափ չեն, ոչ միայն տնային կալանք իրավաչափ չեն, նույնպես նաև սահմանափակումներ իրավաչափ չեն, բայց ունենք այն ինչ որ ունենք, այսինքն եթե սպային որևէ դատավոր կարողանում է ինչ որ դրական առումով ինչ որ որոշում կայացնել, փորձում է նաև հակակշռել, այսինքն իրենք տնային կալանք կիրառեցին ավելի մեծ սահմանափակումներ, քան կալանքի ժամանակ կար։
Սա արդեն իսկ կարծեք թե տեսնում եմ բոլոր դատարաններում, որտեղ որ ինչ որ մի բան դրական է տեղի ունենում, մի քիչ ավելի այլ առումներով խստացումներ է տեղի ունենում, բայց կարծում եմ լուծվող խնդիրներ են այդքան կոնկրետ այդ հարցի վրա Սրբազանը բնականաբար ցանկանում է որ իր հարազատների հետ շփվի, նաև իր հաղորդակցությունների հետ կապված հարցն ենք միշտ բարձրացնում եւ այլն, բայց ինքը շատ ամուր է եւ որևէ տեսակի ինչ որ սահմանափակում եւ այլն որևէ առումով չի կարող նրա վրա այդպիսի ազդեցություն գործադրել, միշտ ասում է որ ամեն ինչ ինքը եւ Աստծո մեջ այդ հարաբերության մեջ է եւ որտեղ էլ գտնվի որևէ սահմանափակում մեծարշավ չի լինի։ Այստեղ խոսում ենք ավելի նյութական իրավունքի մասին, որ մենք մեր վստահորդի առումով ցանկանում ենք որ հնարավորինս իրավունքները չսահմանափակվեն եւ այդ ուղղությամբ կոնկրետ գործողությունները կշարունակենք։ Աստծո եւ իր հարաբերությունների արանքում կա էական խնդիր, Սրբազանը չի կարող գնալ եկեղեցի, չի կարող զբաղվել իր սիրելի գործով, պատարակներ մատուցել եւ այլն։ Այդ մասով իրավական ինչ որ քայլեր հնարավոր են անել։ Կրոնական ազատության օրենքին հակասում է ամեն դեպքում։ Գիտեք, համ հակասում է, եթե մենք մտածենք, որ տնային կալանք իրավաչափ է, եթե մտածենք, որ իրավաչափ է, օրենքը նման սահմանափակումները հնարավորություն տալիս է։ Բայց ամեն ինչ պետք է լինի ողջամտության սահմանում։ Այս պարագայում տնային կալանք իրավաչափ չէ, հետևաբար սահմանափակումներն էլ իրավաչափ չեն, բայց նաև այս առումով այո մենք միջնորդություններ ներկայացրել ենք եւ շարունակել ենք ներկայացնել։ Սրբազանի հետ ասացիք հանդիպումներ, զրույցներ ունեք։ Այս պահին եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններին հակառակ, այսինքն իշխանություն, եկեղեցի այդ պայքարում մյուս եպիսկոպոսների դեմ ներկայացված տարբեր հայցեր, մեղադրանքներ, ինչ վերաբերմունք ունի Սրբազանը։ Որպեսզի ես հանկարծ որևէ կերպ չմեկնաբանում այդ խոսքը, Սրբազանը մշտապես հայտարարություններ արել է եւ այս հակապակցության մի դիրքորոշումը արտահայտել է։ Մի բառով կարող եմ ասել, որ խիստ բացասական վերաբերմունք ունի եւ եթե ընդունելի լիներ իր համար, ինքը այսօր այս զրկանքների մեջ չէր լինի, որովհետեւ բնականաբար, եթե ինքը նույն կերպ փորձեր իշխանություններին հաջող լիներ, որևէ խնդիր իր հետ կապված չէր լինի։ Խնդիրը կապված էր հետեւյալի հետ, ինքը ունի ազդեցություն որպես եկեղեցական եւ նրա խոսքը իշխանությունների համար խիստ ցավալի էր։ Հետևաբար նրա նկատմամբ այս գործողությունները կատարվեցին։ Սա խոսքի իրավունքի սահմանափակումը, ճնշում է եւ սա որևէ կապ չուներ իրավական գործընթացների հետ։ Մյուս գիտեմ նաեւ որ Մկրտիչ Սրբազանին եք ներկայացնում, այնտեղ նույն իրավիճակն է։ Այնտեղ էլ տնային կալանքա, նորից նույն իրավունքների խնդիրներ ունենք, սահմանափակումների խնդիրներ ունենք, դրանցով փորձում ենք զբաղվել։ Նորից այնտեղ որևէ հիմք չկար, հասկանում եք, մի հատ խնդիր է առաջացել, որ դատարանները մտնում են այնպիսի դաշտ, որտեղ մտնելու բացարձակապես իրավունք չունեն։ Որտեղ երբ որ մենք քննարկում էինք դատարանում Մկրտիչ Սրբազանի կալանքի հարցը, նորից հիմքում ասում են, որ կխոչընդոտի գործի քննության։ Ասում ենք ինչ եղանակով, դա ասում են տուժողների վրա ազդեցություն գործադրել։ Ասում ենք ովքեր են տուժողները, դե գործում կան։ Դա կարգալույց եղած երկու քահանաներն են, նախկին Տեր Արամը եւ մյուսի անունը չեմ հիշում։ Այսինքն հիմա դատարանում քննարկվում էր այն հարցը, որ նրանք այս պահին փաստացի քահանաներ են հանդիսանում, աշխատակից են հանդիսանում։ Մկրտիչ Սրբազանն էլ որ թեմի առաջնորդն է, հետեւաբար այդ հեղինակությունը իր ազդեցությունը կարող է օգտագործել։ Մենք հարց ենք բարձրացնում։ Եթե նրանք կարգալույց եղած են եւ եկեղեցին նրանց չի համարում քահանա։ Հիմա էլ ինչպես կարող ասենք ում աշխատողն են համարվում։ Հարց ենք բարձրացնում աշխատողն են։ Եթե դուք դատարան համարում եք որ աշխատող է, այսինքն այստեղ այլևս աշխատողի հարց չկա, դատարանը չի կարող վիճարկի ընդհանրապես եկեղեցու որոշումները, ոնց որ քաղաքացիական գործերով ներկայացնում են, ասենք հայցեր, նույն նախկին Գևորգ Սրբազանը, նույն մատնանշած անձինք հայցեր են ներկայացնում դատարանն էլ ընդունում է, հայցի ապահովում է կիրառում, որ այս անձին կարգալուծություն էս բան պետք է հաշվի չառնեն, որ մեկը թեմի առաջնորդ է։ Նման իրավական կարգավորում, որ դատարանը դրա հնարավորությունն ունի, թե ոչ։ Բացարձակապես չունի։ Կարող եմ ամենահասարակ պրիմիտիվ օրինակը բերել։ Նույն կերպ, եթե իրենք գտնում են, որ այդպես է, պատկերացրեք որևէ քահանա դիմի կաթողիկոսին ասի, ես էլ եմ ուզում եպիսկոպոս լինեմ։ Դիմում գրի ասենց եպիսկոպոսի աշճան տվեք։ Մերժեն, գնա դատարան բողոքարկի, ասի սխալ որոշում է,
ասենք ոչ իրավաչափ որոշում, հա, խնդրում եմ այդ որոշումը վերացրեք, ինձ էլ համարեք, որ ես եպիսկոպոս եմ։ Դատան էլ մտնի, գնահատի, տեսնի արդյոք ճիշտ արեց կաթողիկոսը, թե ճիշտ չարեց, հասկանում եք, սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Մնում է իրենք որոշեն, թե ով կարող է օրենքով մկրտվի կամ չմկրտվի, ասենք իրականում դու կարող ես լինել վարդապետի եպիսկոպոս չլինես, թե մի առաջնորդ լինես, դատարան ինչ իրավունք է այս հարցերի մեջ մտնի, այսինքն ամեն մեկ իր համար շրջանակում կաթողիկոսի նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք, առաջադրված է մեղադրանք։ Աբսուրդի ժանրից է, դատանի որոշումը, քննչականների գործողությունները, դատախազության, սա ուղղակի ապօրինությունների շարք է մեծ, եւ որևէ մեկը չի կարող մտնել եկեղեցու կանոնակարգի մեջ եւ հոգեվոր դաշտում որոշել, թե որն է իրականություն ճիշտ, որն է սխալ։ Այսինքն հիմա եթե կարգալույծ են հռչակել, այսինքն եկեղեցին իր կանոններով, եկեղեցական որոշել է, որ կարգալույծը։ Ինձ խնդրում եմ բերեք այն դատավորին, ով որ ունի հոգևոր այդ աստիճանը եւ ինքը ունի այդ հնարավորությունը պատկերացնելու եւ ճիշտ պատկերացնելու, այսինքն կարող է ինքն էլ մեր գործընկերներից մեկը ասած կարող է դատավորը աթեիստ է եւ ընդհանրապես հավատքի հետ որևէ կապ չունի եւ չի հավատում Աստծուն, բայց ինքը ինչ է որոշելու այս հարցում։ Մենք այստեղ գործ ունենք հենց կոնկրետ հավատքը, դա համար եվրոպական դատարանի որոշումներում էլ տարբեր պետությունների հետ կապված այս դիրքորոշումը արտահայտված է, որ դատարանները չեն կարող մտնել եկեղեցու այս կանոնակարգման ենթակա հարաբերությունների մեջ։ Այստեղ այնպես չի, որ որևէ վարչական աշխատակից պատկերացնեք, ասենք, հա, չգիտեմ, հոգևոր ծառայության հետ կապ չունեցող վարչական մասի աշխատակից պայմանագիր կնքի աշխատանքային գնա աշխատի, հետո իրեն հանեն աշխատանքից, ասի իմ աշխատանքային իրավունք խախտվել է, գնա այդ հարցով դատարան դիմի։ Այդպես կարող է, բայց այն պահից սկսած, երբ որ մտնում են հոգևոր հարաբերությունների դաշտ, այսինքն կարգալուծություն կա թե չկա, ուղղակի աբսուրդ է, ասենք, էլի, ուզում եմ հասկանամ այդ դատավորին ինչ է մտածում իր մտքում ընդհանրապես, թե ինքը ոնց կարող է այդ հարցի առնչությամբ որևէ որոշում կայացնել։ Եկեղեցիներում ինչպես է դա կարգավորվում, կան աշխատանքային պայմանագրեր քահանաների հետ, չկան, իրենց պետությունը թոշակ օրինակ վճարում է, չի վճարում, դատարանի տիրույթում ինչպես է դա կարգավորվում, աշխատող համարում են, թե չէ։ Առնվազն կոնկրետ քահանայի կարգալուծության հետ կապված հարաբերությունները որևէ աշխատանքային պայմանագրով չի կարող կարգավորվի։ Սա բոլոր այս նյութական իրավիճակներից բարձր վեր գտնվող հարց է եւ այդտեղ չի կարող օրինակ պայմանագրեր լինել, թե դու որ պայմաններում կլինես կարգալույծ չես լինես, սա եկեղեցու կանոնակարգն է, եկեղեցու բոլոր կանոններն են, որը որ դարեր շարունակ եկել է եւ դա որոշում է բացառապես կաթողիկոսը։ Բեափարն է որոշում։ Հետեւաբար այստեղ ասել, ես ուզում եմ գիտեք ինչն է իմ համար աբսուրդ, ասենք որևէ դատավոր կամ քննիչ պետք է որոշե վեափարը հոգևոր առումով ճիշտ արել կարգալույծ հռչակելով, թե չէ։ Պատկերացրեք այդ գործընթացը, պատկերացրեք այդ երևույթը, ոնց է որոշելու, ինչ հատկանիշներից ելնելով է որոշելու, այսինքն ընդհանրապես չունի այդ հնարավորություն։ Միջանկյալ իրենց համար շահավետ որոշումներ են կայացնում, փորձում են դրանով արհեստական օրինականության պատրանք ստեղծել եւ հենց այդ ապօրինությունների շարքն էլ բերես նրան, որ եպիսկոպոսների նկատմամբ մեղադրանքներ, վեհապարի նկատմամբ անհիմն մեղադրանք ընդհանրապես սահմանը նրանց փակելու համար, որպեսզի չկարողանան երկրից դուրս գալ։ Իրավական առումով ինչ է սպասվում այն դատավորներին, ովքեր առնվազն պետք է դա վարույթ չընդունեն այդ հայցը, բայց վարույթ են ընդունել եւ որոշում են կայացրել։ Մի օր այդ հարցին անդրադարձ լինելու է։ Այս իշխանության օրոք չի լինելու, որտեղ այս իշխանությունների համարը արվում է դատավորների կողմից։ Մի օր այդ հարցերին անդրադարձ լինելու է եւ այդ հարցերը քննարկման առարկա է դառնալու եւ վստահաբար հաստատվելու է, որ դա իրականության հետ որևէ օրինականության հետ որևէ կապ չունի։ Տեսեք, երեք ընդամենը Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որ փաստաբանները ասում են, որ թիրախավորում են ինչ-որ դատավորների, նրանց գործողությունների վերաբերյալ քննադատություններ են անում, բա ինչ անենք։ Նստենք, ասենք, որ ձեր դատավորները օրինական որոշումներ են կայացնում, այն որ որևէ սրբազանի հետ կապված process-ը սկսում ենք 100%-անոց ճշտությամբ, դեռևս կալանքի միջնորդություն չներկայացած, գիտենք թե ով է քննելու, հայտարարում ենք այդպես է լինում։ Ուրեմն այդտեղ հեղինակության վնաս չկա դատավորների, ԲԴԽ-ն ոչ մի խնդիր չի տեսնում։ Ո՞ս Սարգսյան, կա, իրականում դատարանի դահլիճ մտնելուց առաջ եւ դուք եւ շատ փաստաբաններ նախապես ասում եք մենք գնալու ենք կալանքի միջնորդություն ենք վերցնելու, գալու ենք, որովհետեւ դատավորը Մասիս Մելքոնյանն է ենթադրում։ Ավելին ասեմ, Միքայել Սրբազանի գործով դեռևս մենք քննչականում էինք կալանքի միջնորդություն չկա։ Ես գրեցի, որ Մասիս Մելքոնյանն է քննելու այս գործը կալանքը։ Որտեղից գիտեմ ես դա։ Միայն առօրյա երևույթներից,
թե ում պետքա հանձնարարեն, իրենք ասում են չենք հանձնարարել, դատավոր ասում են չեն հանձնարարել։ Ընկեր, այս բոլոր դատավորների մեջից ո՞նց եղավ, որ հենց ճիշտ որոշեցին, որ քեզ։ Հաջորդներին ո՞նց ենք որոշում, որ ճիշտ դու ես լինելու կամ դուք եք լինելու։ Այստեղ փոխանակ բարձրագույն դատական խորհուրդը մտածի, որ հեղինակությունը միանշանակ ընկավ, չէ, այստեղ իրենք խնդիր չեն տեսնում։ Ոչինչ որ դատավոր ապօրինի որոշումը կայացնում են, որում ակնհայտ այստեղ իրենք անելիք չունեն, բայց որ դրա մասին բարձրաձայնում են, այսինքն ակնհայտ խայտարակության մասին ասում ենք, իրենք մի տեսակ հեղինակազրկված են իրենց զգում։ Այստեղ է խնդիրը, որ իրականությունից, օբյեկտիվ իրականությունից կտրվում են, փորձում են ինչ-որ հեքիաթային երևույթների հետևից ընկնել, որը չի բերում ոչ մի դրական արդյունքի իրենց համար։ Հասկանում եք, այդքան իրավաբան գիտնական իբր հեղինակավոր հավաքված, որևէ մեկը չի կարողանում այս հարցը մի հատ ԲԴԽ-ում քննարկման հարցը հարցնի, ասի լավ, եւ վերջը ո՞ս կարելի է ասենց որոշում կայացնել։ Բայց ձեզ ընտրում են հեղինակավոր իրավաբան գիտնական նրա համար, որ դուք հեղինակությունից ելնելով կաշկանդված չեք լինելու։ Միակ պայմանը սա է ձեր հեղինակության, որ դուք այդ հեղինակությունը չեք գցի գետնին, ինչ որ ցուցում հանձնարարություն կատարելու համար կամ նպատակարարությունից ելնելով։ Բա որևէ մեկը դա մասին որևէ կարծիք չունի, կասեն մենք դատանի գործողությունների միջամտելու իրավունք չունենք։ Կարգապահական Դատավորները ասում են, երբեք WhatsApp-ով նամակ չեն ստանում։ Կարեն Անդրեասյանը SMS-ով ԲԴԽ-ի նախագահը աշխատանքից չազատվեց։ Ամենաանկախ Կարեն Անդրեասյանը։ Կարեն Անդրեասյանն ազատվեց, բայց նույն Մասի Սմերքանյանը հայտարարեց, որ իրեն երբեք ոչ մի հարցով չի զանգել, ոչ մի նամակ չի գրել։ Ում են հանձնարարում, ցած ուղղակի պատահական, ինչքան քաղաքական ցած կարևոր գործեր կա սրբազանների հետ կապված, ցած պատահական հանդիպումով նույն դատավորներին, էլի, ցած ուղղակի մեր երկրում ցած շատ պատահական էս երևույթները տեղի են ունենում, սա աբսուրդ է, սա ակնհայտ ցուցիչ է, որ այստեղ կոնկրետ միջամտություններ կան, բայց դա բնականաբար հիմա չեն ընդունի, ոնց որ ցանկացած իշխանության ժամանակ չի հնչի որևէ մեկից խոսք, որ կա քաղաքական բանտարկյալ իրենց ժամանակահատվածում։ Իրեն կարող են ասել, որ իրենցից առաջ եղել է, բայց իրեն ժամանակ ոչ մի իշխանության ժամանակ չի լինում։ Հետո իշխանությունը փոխվում է, նոր իշխանություն է գալիս, բազմա որ նախորդների ժամանակ կային քաղաքական բանտարկյալներ։ Թե չէ որ դատախազություն, դատարաններ հայտարարում են չունեն քաղաքական բանտարկյալ, բազա ով ասել որ ունենք։ Այսինքն այստեղ է խնդիրը, որ պետք է մի քիչ հեռուն նայել։ Գիտեք, մեր անհանգստությունը ուրիշ բանում է։ Մենք ուզում ենք, որ իրականում դատական համակարգ անկախ լինի։ Մենք չենք ուզում հնարավորություն ունենալ քննադատելու։ Մենք չենք ուզում փաստեր ունենալ քննադատության։ Այդ ոնց է լինում, որ կան մատերի վրա հաշված դատավորներ, որ նույնիսկ եթե պրակտիկանային կարող է մեր գործերով որևէ դրական որոշում կայացրած չլինի կամ եթե համեմատական լինի, ասենք 10-90 հարաբերակցությամբ ի վնաս մեզ լինի։ Բայց երբեք չեն կանգնում այդ դատավորի մասին ասում, որ ինքը կաշկանդված էր, որ ինքը ապօրինություն արեց։ Կարող է համաձայն չենք իր որոշման հետ, բայց մենք վստահ ենք, որ սա իր ներքին համոզմունքն է եղել, ինքը այդպես է պատկերացրել։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ դատավորը իրավական անգրագիտություն ունի ակնհայտ, դատական process-ի ժամանակ չի պատկերացնում, թե ինչի մեջ է, դատավորին մենք անձեռնահասության հիմքով բացարկ ենք հայտնում, որ դու ընդհանրապես իրավական պաշար չունես դատավորի, եւ այլ, այստեղ խայտարակությունը, ո՞ց դրա մասին չխոսենք։ Մենք ուզում ենք խոսել, որպեսզի ամեն ինչ կարգի բերվի, բայց իրենց նպատակը դա չի։ Իրենք բոլոր լավ դատավորներին մեկուսացրել են կարևոր գործերից, եւ կարևոր գործերը քննում են այն դատավորները, ովքեր առանց ասելու ինքնաշխատ եղանակով պիտի լինեն, դա կարգավորում կա, համակարգ կա, ինչպես է ստացվում, որ դատարաններ կալանքները ձեռքով համակարգվում դատարանի նախագահի կողմից, վերաքննիչում իբր թե մակագրվում է համակարգչով, բայց այդ համակարգչում փաստորեն պարզվեց, որ միջամտության հնարավորություններ կա։ Բայց ներսում ով գտնվում է, իրենք բոլորը գիտեն, որ այնտեղ ծրագրային միջամտություն են անում, որոշ անձանց հասանելիությունը սահմանափակում են հենց այդ պահին, կոնկրետ իրենց ուզած դատավորի համակարգիչը մակագրում է, որովհետև ալգորիթմեր կա, հաշվարկ կա արվում։ Ու դրա մասին ասաց նույնպես իշխանության ժամանակահատվածում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, երբ որ համակարգիչները արգրավել էին ԱԱԾ-ի կողմից փորձաքննություն, հայտարարեց, որ միջամտություն է եղել նախկինում, դրա համար իրենք նորն են անում, այսինքն իրենք այդ միջամտությունը, որ եղել էր, հավանաբար չունեին հնարավորություն կոնկրետ այդ ծրագրին միջամտելու, վերցեցին իրենց ծրագիրը ներդրեցին, որ մենք իրենք միջամտեն։ Այսինքն, երբ որ կամք լինի իշխանության կողմից, սա լավ կլինի բոլոր ոլորտների համար, որովհետև այն պայս սկսած, երբ որ իշխանությունը ցանկացավ, որ դատարանները իրոք անկախ լինեն, իրենք շատ բան չեն ունենա անելու։
բոլոր ոլորտներում մեխանիկորեն օրինականությունը կվերականգնվի։ Ցանկացած պետական աշխատակից, քաղաքապետարան, կադաստր, նոտար, չգիտեմ, առողջապահության աշխատակից եւ այլ, բոլորը կիմանան, որ իրենց գործողությունները հարկային, մաքսային, քննչական վիճարկվելու է դատարան եւ դատարանը օրինական որոշում է կայացնելու։ Ոչ թե ասելու է, որ դա պետական էս մարմինն է, որ սա էս կարևորության հարցն է, անկախ ամենից օրինական որոշում է կայացնելու։ Հաջորդ անգամ իրենք հասկանալու են, որ պետք է օրինական գործել։ Բայց սա կամքը չկա, որովհետև սա գործիք է ճնշելու համար։ Ցանկացած առիթ բաց չի թողում ասելու, որ դատավորները նախկինում կոռումպացված էին, կար լիքը խնդիրներ, հիմա ամեն ինչ ազատ է, անկախ են, որևէ խնդիր անկախության չունեն, դատավորներն այլևս զանգեր չեն ստանում, ձեր պրակտիկան չէ ուշ։ Այնքան ուրախ կլինեինք, որ այդպես լիներ։ Անկեղծ, առանց որևէ չափազանցության, ամենաուրախ երևի մենք կլինեինք, որ դատավորները այդպես լինեին։ Բայց մենք ամենօրյա ռեժիմով առնչվում ենք, շփվում ենք եւ անգիր գիտենք, որ դատավորը համարձակության եւ անկախության ինչ աստիճան ունի։ Դատավորներ կան, որ անկախություն բառը իրենց համար, ասենք իրենք լսում են դատախազ բառը, ոտքի են կանգնում։ Դա դատավորներ կան, հիմա անդադ անունները կարանք նորից ասենք, բայց կան դատավորներ, որ մի քիչ ավելի բարձր վերադասի մասին է լսում, ասենք գլխավոր դատախազի տեղակալ գլխավոր դատախազ բառերը լսում է, երկու անգամ է ոտքի կանգնում։ Հասկանում եք, այս ամեն ինչը պետքա վերանա։ Դուք նիստերի ժամանակ պետքա տեսնեք երբեմն դատախազի եւ դատավորի շփման մակարդակում, թե ինչ վատ վիճակում է հայտնվում դատավորը, միայն նրա համար, որ ինքը այդ համարձակությունը ունի օրինական ընթացքը պահելու, որովհետեւ դատախազությունը այսօր ավելի լավ դիրքերում է գտնվում։ Մի բան այնպես չանի դատավորը, քաղաքապահական ներողություն, քրեական հետապնդման հարցը կբարձրացնեն։ Իրենք էլ խոցել են, իրենք գիտեն, որ իրենք խնդիր ունեն, այդ հարցը կարող է իրենց նկատմամբ ծագել։ Մասնակցին խոսեցիք քաղբանտարկյալներից։ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է։ Հականհայտորեն այո։ Իրավական ինչ հիմնավորումներ կան։ Այդ հիմնավորումները միանշանակ առկա են, որովհետև այստեղ ինքը հանցագործության համար չի ենթարկվում քրեական հետապնդման, ինքը ենթարկվում է իր խոսքի, կարծիքի համար, եւ այստեղ իշխանությունների կողմից հրահանգավորումները շատ հրապարակային են եղել։ Այսինքն այն պայծ սկսած, երբ որ իշխանության ցուցումներով իրավական process-ներ են սկսում եւ տեսնում են, որ այստեղ հանցագործության հետ կապված որևէ հանգամանք չկա, այլ սա կոնկրետ նպատակաուղղված է սանձին մեկուսացնելու, ճնշելու միջոց է, սա ընդհանուր առմամբ հենց բերում է նրան, որ սա քաղաքական հետապնդում է։ Պարզակցություն պետք է խնդրեմ նաև ընդհանուր գնահատական տալ, թե հանրությունը ինչ մասնակցություն կարող է ունենալ այս գործերին եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Այսինքն այն ինչ որ տեսանք էջ միացնում, եթե շարունակվի դատարանի դահլիճներում, այդտեղ դատավորի այդ անկախության զգացումը կամ գուցե հանրությունից պաշտպանվածությունը որքանով կպահպանվի։ Ցանկացած հասարակության մեջ, երբ որ հանրությունը կոնկրետ հարցի նկատմամբ ուշադրություն ունի եւ շատ ակտիվ է այդ ուշադրությունը ցույց տալու տեսանկյունից, այստեղ բնականաբար ազդեցություն կա։ Այսինքն իշխանությունները հետևում են ուշադիր, թե հանրությունը ինչ արձագանք է տալիս եւ պատահական չի, որ տարբեր եղանակներով, թեկուզ անհիմն հայտարարություններով, մանիպուլյացիայով հայտարարություններով փորձում են հեղինակազրկել եկեղեցին եւ եթե մենք հիմա տեսնենք, շատ վատ process է տեղի ունենում, որովհետեւ իշխանությունները իրենց այսօրվա խնդիրը լուծելու համար մի ամբողջ հայ եկեղեցի ուղղակի թիրախավորել են եւ հանրային դաշտում, միջազգային դաշտերը ներկայացնում են որպես տերորիստական, մանկապղծություններով լի եւ այլ, սա այնպիսի էական վնաս է պատճառում, որ այդ հեղինակությունը վերականգնելու համար բավականին լուրջ ջանքեր է լինելու։ Պատահական չի, որ ասում են քանդելը ամենահեշտն է, կառուցելն է դժվար։ Հիմա իրենց լսարանը օգտագործելով, հնարավորությունը օգտագործելով քանդում են, հեղինակազրկում են, որովհետեւ ունեն լոկալ խնդիր։ Բայց ամբողջ հարցը կայանում է նրանում, որ չեն կարող պետական իշխանության ներկայացուցիչները լոկալ խնդրից ելնելով, ասենց երկարաժամկետ նման վնաս պատճառել ինչպես ժողովրդին, երկրին, եկեղեցուն, որովհետև հիմնասյուներից մեկն է եկեղեցին։ Ինչքան էլ ինչ ուզում են մեկնաբանեն, ոնց ուզում են մեկնաբանեն։ Իհարկե եկեղեցուն որևէ մեկը չի ասում, որ խնդիրներ չկան։ Բայց դա չի նշանակում, որ իշխանության ներսում խնդիրներ չկան։ Դա չի նշանակում, որ այդ խնդիրները այս ձևով պետք է լուծվեն, որովհետև սա բնական մարդկանցից բաղկացած կառույց է, տարբեր մարդկանցից, որտեղ կարող են լինել տարբեր տեսակի խնդիրներ, մեկին դուր գա, մեկին դուր չգա, բայց այստեղ չեն կարող մենք ուղղակի sense հրապարակային նման հայտարարություններ անել ու կողքի երկրներից էլ ուրախանան, որ մեր մոտ նման ինչ-որ process-ներ է զարգանում։ Սա կարծում եմ, որ շատ անթույլատրելի է եւ երևի թե պետքա վերաիմաստավորեն մի հատ ինչ է կատարվում եւ այսօրվա խնդրը ինչ ծանր հետևանքներ է բերելու հետագայի համար։
Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն Միքայել arczepiskopos Աճապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Մենք այսօր իրավական ուղիների ճանապարհին զրուցեցինք Աճապահյանի գործից, ինչպես նաև անդրադարձանք եկեղեցու դեմ իրականացվող իրավական որոշակի գործողություններին։ Շնորհակալ եմ, մնացեք Երկիր մեդիայի հետ։